Իրան օրինակը խեք։ Երկրորդը։ Պարոն Խաչատրյան, մի գոռացեք։ Հացահատիկային դիվանագիտություն օր 2, ռաունդ 2։ Ազգային ժողովին դիմադիրները իշխանական թևի падգամավորների ոգևորության դոզան են փորձում իջեցնել։ Պնդում են, քանի դեռ Երասխ-Սադարակ ճանապարհը չի բացվել, Հայաստանը շրջափակված է։ Ասում եք Թրամփի ուղի մեր շրջափակումը ճեղքվեց։ Հիմա մի հատ պատկերացրեք, լավ, Կովսականից գնացքը գալիս է, մտնում է Մեղրի, դուրս է գալիս, գնում է Օրդուբադ, Նախիջևան, Սադարակ, հետո ո՞նց հա մտնում Հայաստան։ Թրիփն ըստ падգամավոր Խաչատրյանի պետք է ներառեր ոչ թե 42 կիլոմետր ճանապարհահատվածը, այլ Երասխ-Սադարակ ճանապարհը ևս։ Խաղաղության խաչմերուկում ներառված է նաև Ղազախ-Իջևան հատվածը, որով դեպի Թբիլիսի ճանապարհը ավելի կարճ է։ Բացեք քարտեզը։ Այդ թրիփը նույնիսկ մեզ թույլ չի տալիս գնացքով Արարատի մարզից միանալ Սյունիքի մարզ։ Պատգամավորի դիտարկմանը իշխանական թևից արձագանք չեղավ, փոխանենը ԿՊԱ-ականները ընդդիմադիրների Ադրբեջանին միջանցք տալու հայտարարություններին անդրադարձան։ Արթուր Խաչատրյանը ասում է միջանցք եք տալի, 5 տարի ասում եք միջանցք եք տալի, ժողովուրդ։ Բա Արթուր Խաչատրյանը թողա մի հատ տանի միջանցքի տեղը ցույց տա։ Կարաք տանեք ինչ որ մեկին մատով ցույց տաք այդ միջանցքի տեղը, չեք կարա տանեք ցույց տաք։ Թադևոս Ավետիսյանը ասում է, ինչ որ լավ է ձեր համար, վատ է մեր ժողովրդի համար։ Հետո մի նախադասություն հետո ասում է, ի վերջո միայն Աստված գիտի, որն է լավը, որն է վատը։ Հիմա Աստված գիտի, թե դուք գիտեք, պարոն Ավետիսյան։ Տնտեսական գնից բացի ըստ ընդդիմադիրների առաջնայինը աշխարհաքաղաքականն է։ Ներքաղաքական շահը չպետք է գերակայի ազգայինին, հայտարարեց Արծվիկ Մինասյանը։ Փորձում եք ձեզ դրական լույսի ներքո ներկայացնելու շրջանակներում թիրախավորել ազգային ուժին, ազգային մոտեցումներին։ Երբ որ մենք ունենք անկախ պետություն, դուք անընդհատ ուզում եք ազատագրվել այդ անկախ պետության մեջ։ Ինչի՞ց եք ուզում ազատագրվել, երբ որ մենք արդեն ունենք անկախ պետություն։ Գործադիրն ըստ ընդդիմադիրների կառավարության 2021-ից 26 թվականների ծրագիրը ձախողել է։ Երկրում սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակ է, աղքատություն գնաճ։ Հարց ուղղվեց ԿՊԱ-ականներին։ Եվրամիությունը 2.5 միլիարդ եվրո էր տրամադրելու Հայաստանին։ Քանի տոկոսն է հատկացրել։ Իշխանական падգամավորներն էլ թե ցանկանում էր ընդդիմությունը ստանալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, պետք է ներկա լիներ կառավարության հետ հարց ու պատասխանին եւ ոչ թե ամբողջ խմբակցությունով լքեին ազգային ժողովի նիստերի դահլիճը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։